Դոնալդ Թրամփի վարչակազմը փոխում է խաղի կանոնները, եթե բժշկական պարտք ունես, ապա վարկային պատմությունդ բացասական ազդեցություն կունենա։ Կարճ ասած գնացիր բուժվելու վերադարձար վարկային հիվանդությամբ։ Հյուսիսային Կարոլինայում սարսափ ֆիլմ իրական կյանքում Իրաքի պատերազմի վետերանը զանգահարում է 911 ու խոստովանում, որ սպանել է իր 4 երեխաներին։ Ողբերգություն, որ բառեր չկան, բացի մեկից։ Ինչու՞։ Ասիայում Թրամփը մաքսատուրքերի ու համաձայնագրերի մարաթոնում ստորագրում է պայմանագրեր, մինչև որ կհասնի դեպի աշխարհ, Կորեայում պատրաստվում է հանդիպել Սի Ցինպինին։ Միացյալ Նահանգների ռազմական ուժերը հարվածել են 4 թմրանավերի 14 զոհով։ Պաշտպանության նախարար Հեքսեդը հայտարարում է, նարկոտերորիստները նույնքան վտանգավոր են, որքան Ալ-Քաիդան։ Օդային երթևեկության վերահսկողները չեն ստանում աշխատավարձ, բայց ստանում են սնունդ։ United-ը, Delta-ն եւ JetBlue-ն դարձել են հումանիտար խոհանոցներ, կերակրելով դաշնային չվճարվածներին։ Միսիսիպիում կապիկների ապստամբություն ցավոտ ավարտով։ Ռեզուս մակակները փախել են վթարի ժամանակ, ապա սպանվել։ Նման դեպք միայն Ամերիկայում կարող է լինել, երբ գիտությունը փախչում է գիտնականից։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Ողջույն սիրելի հետևորդներ, USR Media YouTube-յան ալիքում դիտում եք ԱՄՆ գլխավոր լուրերը։ Շնորհակալ եմ դրվատանքի խոսքերի համար ալիքին բաժանորդագրվելու եւ նյութերը հավանելու համար։ Առաջին լուրը. Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի վարչակազմը պատրաստվում է չեղարկել բոլոր այն նահանգային օրենքները, որոնք պաշտպանում են սպառողների վարկային պատմությունները բժշկական ու այլ պարտքերի ազդեցությունից։ Շատ հաճախ ինձ մեղադրում են այն բանում, որ գրական բառապաշարը թույլ չի տալիս հասկանալ նյութի բուն էությունը։ Այլ կերպ ասած, եթե բժշկական պարտք ունեք, օրենքը փոխվելու դեպքում այն կազդի ձեր վարկային պատմության վրա։ Կհարցնեք, իսկ այդպես չէր։ Ոչ բոլոր նահանգներում։ Ըստ նոր նախաձեռնության սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոն պատրաստել է այսպես կոչված մեկնաբանող կանոն, որը վերաբերում է արդար վարկային հաշվետվությունների մասին օրենքին։ Նախաձեռնությունը չեղարկում է Բայդենի վարչակազմի տարիներին ընդունված որոշումները, որոնք թույլ էին տալիս նահանգներին սահմանել սեփական կանոնները, արգելելով բժշկական պարտքերի ընդգրկումը սպառողների վարկային պատմություններում։ Երեք խոշոր վարկային բյուրոները 2023 թվականին հայտարարեցին, որ այլևս չեն գրանցելու $500 պակաս բժշկական պարտքեր, ինչը ըստ իրենց հաշվարկների կվերացներ սպառողների վարկային տվյալների շուրջ 70%-ը։ Սակայն մի շարք նահանգներ դրանից էլ առաջ են անցել ամբողջությամբ արգելելով բժշկական պարտքերի ներառումը վարկային հաշվետվություններում։ Ըստ Kaiser Family Foundation-ի, ամերիկացիների ընդհանուր բժշկական պարտքերը կազմում են շուրջ $220 միլիարդ։ Թեև Թրամփի վարչակազմը փորձում է վերացնել նահանգային կարգավորումների իրավունքը, Կալիֆոռնիան ընդունել է օրենք, որը հենց հակառակն է սահմանում սպառողին լրացուցիչ պաշտպանություն տալու նպատակով։ 2024 թվականի սեպտեմբերի նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրեց Սենատի թիվ 1061 օրենքը, որը ուժի մեջ է մտել 2025 թվականի հունվարի 1-ից։ Այն արգելում է բժշկական պարտքերի փոխանցումը վարկային հաշվետվության բյուրոներին անկախ պարտքի չափից։ Բացի այդ, այս տարվա հուլիսի 1-ից յուրաքանչյուր առողջապահական հաստատություն պարտավոր է պայմանագրերում հստակ նշել, որ բժշկական պարտքը չի կարող փոխանցվել վարկային գործակալություններին կամ ազդել վարկային գնահատականի վրա։ Հյուսիսային Կարոլինայի Ջոնստոն շրջանի իրավապահ մարմինները հաղորդել են սարսափեցնող հանցագործության մասին։ Տեղացի մի տղամարդ, Վելինգտոն Դելեյնի Դիքենզ երրորդը, զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ սպանել է իր երեխաներին։ Երբ շերիֆի աշխատակիցները ժամանել են նրա տուն, ներսում գտել են ողջ մնացած 3 տարեկան տղային։ Սակայն Դիքենզը նրանց ասել է, որ իր մյուս 4 երեխաները մահացած են ու գտնվում են ավտոտնակի մեքենայի բեռնախցիկում։ Ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են մի քանի մարմիններ, մասնատված, որոնք ըստ քննիչների այնտեղ են գտնվել երկար ժամանակ։ Նախնական վարկածով երեխաները սպանվել են մայիսի սկիզբ։ Կասկածյալն այժմ գտնվում է կալանքի տակ առանց ազատ արձակման գրավի իրավունքի։ Շերիֆի գրասենյակի հաղորդագրությամբ Դիքենզը սպանել է իր 3 կենսաբանական երեխաներին, 6, 9 եւ 10 տարեկան, ինչպես նաև իր 18 տարեկան խորթ որդուն։ Դատական փաստաթղթերում նշվում է, որ Դիքենզի կինը Ստեֆանի Դիքենզը մահացել է 2024 թվականի ապրիլին։ Դիքենզը եղել է նաև Իրաքի պատերազմի վետերան։ Միացյալ Նահանգների դաշնային դատարանը որոշում է կայացրել որակազրկել Հարավային Կալիֆոռնիայի ժամանակավոր գլխավոր դատախազ Բիլի Սայլին, պատճառաբանելով, որ նա պաշտոնը զբաղեցրել է օրենքով սահմանված ժամկետից ավելի երկար։ Դաշնային դատավոր Ջ. Մայքլ Սիբրայթի հրապարակած որոշմամբ Թրամփի կողմից նշանակված Սայլին ապօրինի է շարունակել պաշտոնավարել այն բանից հետո, երբ հուլիսի 29-ին պաշտոնապես հրաժարվել է ժամանակավոր նշանակմամբ զբաղեցրած պաշտոնից։ Այս որոշումը նոր հարված է Դոնալդ Թրամփի վարչակազմի ջանքերին երկարաձգելու նախագահական նշանակմամբ ժամանակավոր դատախազների պաշտոնավարումը դաշնային օրենքով սահմանված 120 օրյա ժամկետից ավելի։
Նմանատիպ որոշումներ նախկինում կայացվել են նաև այլ նահանգներում։ Սեպտեմբերին դաշնային դատավորը որոշել էր, որ Նևադայի ժամանակավոր գլխավոր դատախազ Սիգալ Չաթթան ապօրինի է զբաղեցնում պաշտոնը, իսկ մեկ ամիս առաջ օգոստոսին նման որոշում էր կայացվել Նյու Ջերսիի ժամանակավոր դատախազ Ալինա Հաբանի վերաբերյալ։ Ըստ դաշնային օրենսդրության, եթե նախագահը 120 օրվա ընթացքում չի նշանակում մշտական գլխավոր դատախազի թեկնածու եւ Սենատը չի հաստատում այդ նշանակումը, ապա տվյալ նահանգի դաշնային դատարանի դատավորները կարող են նշանակել միջանկյալ դատախազ, մինչև պաշտոնը պաշտոնապես զբաղեցվի։ Նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի մեկնելու է Գյոնգջու, Հարավային Կորեա, մասնակցելու Ասիա խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության նույն ինքը ԱՊԵԿ-ի գագաթնաժողովին եւ հանդիպելու Չինաստանի նախագահ Սի Ցինպինի հետ։ Սա նրա երկար սպասված հանդիպումն է, որը համարվում է այս շրջագայության ամենակարևոր պահերից մեկը։ Նախագահ Թրամփը նախատեսում է տեղական ժամանակով չորեքշաբթի առավոտյան գագաթնաժողովին հանդես գալ ելույթով, իսկ Սի Ցինպինի հետ հանդիպել հաջորդ օրը։ Գյոնգջուն Թրամփի ասիական շրջագայության վերջին կանգառն է հնգօրյա այցի ընթացքում Մալազիայից եւ Ճապոնիայից հետո։ Ճանապարհորդության հիմնական նպատակը հարավային խաղաղօվկիանոսյան երկրների հետ առևտրային ու տնտեսական կապերի ամրապնդումն է։ Ֆինանսների նախարար Սկոտ Բեսենտը հայտարարել է, որ Թրամփի սպառնացած 100%-անոց մաքսատուրքերը չինական ապրանքների վրա այլևս օրակարգում չեն։ ԱՊԵԿ-ը տարածաշրջանային տնտեսական կազմակերպություն է, որը միավորում է Խաղաղ օվկիանոսի ավազանի 21 երկրների, այդ թվում Չինաստանը, Մեքսիկան, Ռուսաստանը, Սինգապուրը, Հարավային Կորեան, Վիետնամը եւ այլն։ Թրամփը Տոկիոյում ստորագրել է առևտրային նոր պայմանագիր Ճապոնիայի առաջին կին վարչապետ Սանաե Տակայչիի հետ։ Փաստաթղթով ամրագրվել է 15% մաքսատուրք ճապոնական ապրանքների վրա, որը նախկինում նախատեսված 25%-ի փոխարեն է։ Ճապոնիան պարտավորվել է կատարել 550 միլիարդ դոլարի ներդրումներ ամերիկյան արդյունաբերությունում։ Նախագահը նաև հայտարարել է առևտրային շրջանակային համաձայնագրերի մասին Մալայզիայի, Վիետնամի, Կամբոջայի եւ Թայլանդի հետ։ Թրամփի հանդիպումը Սի Ցինպինի հետ կանխատեսվում է լարված, քանի որ վերջին ամիսներին երկու գերտերությունների հարաբերությունները միանշանակ սրվել էին մաքսատուրքերի եւ առևտրային սահմանափակումների պատճառով։ Թողարկման այս հատվածում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին անվերապահ վստահության եւ կարևոր աջակցության համար եւ շարունակենք լուրերը։ Միացյալ Նահանգները զինված ուժերով Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում հերթական հարվածներ են հասցրել եւ եւս 4 նավակներ են ոչնչացրել, որոնք ըստ գերատեսչության ներգրաված էին թմրանյութերի փոխադրման մեջ։ Հարվածների հետևանքով սպանվել է 14 մարդ եւ մեկը փրկվել, հաղորդել է Պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը X սոցիալական ցանցում։ Բոլոր հարվածները կատարվել են միջազգային ջրերում, մարդկային կորուստներ ամերիկյան ուժերի մեջ չեն գրանցվել, այսպես է գրել նա։ Ավելացնելով, այս նարկոտերորիստները համարվում են ավելի վտանգավոր ամերիկացիների համար, քան Ալ-Քաիդան եւ նրանց պետք է վերաբերվել նույն կերպ։ Այս գործողությունների արդյունքում զոհերի թիվը գերազանցում է 50-ը։ Մի քանի ավիաընկերություններ աջակցում են օդային երթևեկության վերահսկողներին եւ այլ դաշնային ավիացիոն աշխատողներին, ովքեր այսօր չեն ստացել իրենց առաջին ամբողջական աշխատավարձը։ United Airlines-ը հայտնել է, որ աջակցում է այն կարևոր աշխատակիցներին, ովքեր չեն վարձատրվում Վաշինգտոնում տիրող փակուղու պատճառով։ Ընկերությունները սնունդ են տրամադրում օդային երթևեկության վերահսկողներին եւ այլ դաշնային աշխատողներին, որոնց աշխատավարձը հետաձգվել է։ Մենք գնահատում ենք այն դաշնային աշխատողներին, որոնք շարունակում են ապահովել օդային տրանսպորտային համակարգի անխափան աշխատանք, ասված է մի շարք ընկերությունների հայտարարություններում։ Այսօր Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին ընդգծել է օդային վերահսկողների ֆինանսական դժվարությունները աշխատավարձ չստանալու պայմաններում։ Սա առաջին օրն է, ասել են նկատի ունենալով վերահսկողների առաջին բաց թողնված լիարժեք աշխատավարձը։ Երկրորդ օրը ավելի դժվար է լինելու, երրորդը էլ ավելի, երբ ծախսերն էլ շարունակելու են արդեն կուտակվել։ Նա նաև նշել է, որ վերահսկողների մի մասը ավելի հաճախ է հիվանդության պատճառով բացակայում, փորձելով լրացուցիչ աշխատանք գտնել, օրինակ Uber կամ DoorDash-ում փակման ընթացքում ծախսերը հոգալու համար մի փոքր վաստակել։ Նույն միջոցառման ընթացքում օդային երթևեկության վերահսկողների ազգային ասոցիացիայի նախագահ Նիկ Դանիելսը ևս շեշտել է իր անդամների վրա եղած ֆինանսական ճնշումը։ Օդային երթևեկության վերահսկողները պետք է 100% կենտրոնացում ունենան 100% ժամանակում, ասել է նա։ Սենատն այսօր հաստատել է մի բանաձև, որը կկասեցնի նախագահ Դոնալդ Թրամփի Բրազիլիային ուղղված մաքսատուրքերը։ 5 հանրապետական միացել է դեմոկրատներին։ Բանաձևը, որը նախաձեռնել էր Վիրջինիայի դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը, կդադարեցնի արտակարգ դրությունը, որի հիման վրա վարչակազմը սահմանել է Բրազիլիայից ներկրվող ապրանքների վրա 50% մաքսատուրք։ Քվեարկության արդյունքը 52 կողմ, 48 դեմ։ Հանրապետական սենատորներ Սյուզան Քոլինսը, Լիզա Մուրկովսկին, Թոմ Թիլիսը,
Միչ Մաքքոնելը եւ Ռենդ Փոլը միացել են դեմոկրատներին քվեարկելով կողմ։ Բանաձևը պահանջում էր պարզ մեծամասնություն եւ չէր ենթադրում 60 ձայների շեմ, որը սովորաբար պահանջում է օրենսդրության մեծ մասի համար։ Առավոտյան փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հանդիպել էր Սենատի հանրապետականների հետ, կոչ անելով նրանց մերժել բանաձևը։ Ապրիլին էլ 4 հանրապետականային միացել դեմոկրատներին քվեարկելով Կանադայի մաքսատուրքերը արգելելու օգտին։ Նրանց թվում էին Մուրկովսկին, Քոլինզը, Մաքքոնելը եւ Փոլը, որը համահեղինակել էր նաև օրինակիցը։ Սակայն Թրամփի եւ Բրազիլիայի նախագահի վերջին հանդիպումը դրական հետք է թողել մամուլում։ Թրամփը պատասխանելով լրագրողների հարցերին նշել է, որ հարգանք ունի Բրազիլիայի եւ նրա նախագահի նկատմամբ ու վստահ է, որ կողմերը կհասնեն փոխշահավետ համաձայնության։ Բրազիլիայի նախագահի խոսքով էլ իր կառավարությունը նույնպես շահագրգռված է պահպանել բացառիկ հարաբերություններ նահանգների հետ։ Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև չպետք է լինի որևէ հակամարտություն եւ վստահություն հայտնել, որ նախագահների ուղիղ երկխոսությունը կնպաստի փոխըմբռնման եւ նոր համաձայնագրերի ձևավորմանը։ Միջազգային մեկ թեմայով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեքշաբթի երեկոյան հրահանգել է բանակին անմիջապես իրականացնել հզոր հարվածներ Գազայի հատվածում ԱՄՆ-ի միջնորդությամբ հաստատված հրադադարի պայմաններում։ Նրա խոսքով Համասի գործողությունները, այդ թվում իսրայելցի պատանդի մարմնի ոչ պատշաճ վերադարձը, հանդիսանում են հրադադարի կոպիտ խախտում։ Գազայում շարունակում են մնալ առնվազն 13 պատանդների մարմիններ։ Համասը հայտարարել է, որ հայտնաբերել է նրանցից մեկի մարմինը եւ մտադիր է այն հանձնել երեկոյան։ Միևնույն ժամանակ Գազայի հատվածում Ռաֆա քաղաքում իսրայելական ուժերը ենթարկվել են կրակի ու պատասխան կրակ բացել։ Սա հերթական նշանն է, որ հրադադարը մնում է չափազանց փխրուն։ Վաղ առավոտյան էլ Իսրայելի ուժերը սպանել են 3 պաղեստինցի զինյալների Հորդանանի արևմտյան ափի հյուսիսում Ջենինի մոտ։ Ըստ իսրայելական աղբյուրների, նրանք մասնակցել են ահաբեկչական գործողություններին։ Իսրայելի բանակը իրականացրել է օդային հարված, ոչնչացնելով նրանց թաքստոցը։ Եվ օրվա վերջին լուրը Միսիսիպիում անսպասելի միջադեպ է գրանցվել կապիկներով բեռնատարի վթարի հետևանքով տեղի իշխանությունների փոխանցմամբ կենդանիները փախել են բեռնատար մեքենայից, երբ այն շրջվել է մայրուղու վրա եւ նրանցից գրեթե բոլորը բացառությամբ մեկի հետագայում սպանվել են։ Ջասպեր շրջանի շերիֆի գրասենյակը հայտնել է, որ խոսքը վերաբերում է ռեզուս տեսակի մակակներին, որոնք պատկանում էին Նյու Օրլեանի Թյուլեյնի համալսարանի ազգային կենսաբժշկական հետազոտական կենտրոնին։ Ի սկզբանե ոստիկանությունը տեղեկացրել էր, որ կապիկները ագրեսիվ են մարդկանց հանդեպ եւ պահանջում են հատուկ պաշտպանիչ հանդերձանք։ Ավելի ուշ շերիֆի գրասենյակը պարզաբանել է, որ բեռնատարի վարորդը հայտնել է կենդանիները վտանգավոր են եւ սպառնալիք են մարդկանց համար, ինչից հետո ոստիկանությունը ձեռնարկել է համապատասխան քայլեր ու կրակել կապիկների վրա։ Ի սկզբանե իշխանությունները հայտարարել էին, թե կենդանիները անգամ կրում էին մի շարք վարակներ, այդ թվում հերպեսի վիրուս, սակայն Թյուլեյնի համալսարանը պարզաբանել է, որ վիրուսները վարակիչ չեն մարդկանց համար։ Նման միջադեպ գրանցվել էր նաև 2024 թվականի նոյեմբերին հարավային Կարոլինայում, երբ 43 ռեզուս կապիկներ փախել էին Ալֆա Ջենեսիս հետազոտական կենտրոնից։ Այն ժամանակ բնակիչներին հորդորել էին փակ պահել դռներն ու պատուհանները, սակայն բոլոր կենդանիներին հետագայում հաջողվել էր անվտանգ բռնել ու վերադարձնել։ Այսօրվա համար էլ այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։